Հարգելի հետևորդներ, այս թողարկմանը խոսելու ենք պերեկիսի մասին։ Արդյոք կարելի է պերեկիս խմել, որ դեպքում է այն օգտագործել եւ ինչու են մարդիկ սխալ օգտագործում այս նյութը։ Պերեկիսը անգույն հեղուկ է օքսիդացնող ուժեղ հատկություններով։ Ամենատարածվածը եւ օգտագործելին 3%-անոց լուծույթն է, որը կիրառվում է եւ կենցաղում եւ բժշկության մեջ որպես հակասեպտիկ։ Պերեկիսը ցուցված է առաջին հերթին վերքերի մակերեսային մշակման համար, օգնում է հեռացնել թարախը, արյունը, կեղտը, փրփուր առաջացնելով, ունի հակասեպտիկ ազդեցություն, նվազեցնում է մանրէները։ Կարևոր, այն չի բուժում խոր վերքերը եւ չի սպանում բոլոր միկրոբները, այն այդքան էլ ուժեղ եւ հզոր միջոց չէ, դրա համար այն միայն առաջին օգնության միջոց է։ Երկրորդը հիգիենան է եւ կոսմետիկան։ Կարելի է օգտագործել սակայն միայն 3%-անոց լուծույթը եւ միայն արտաքին օգտագործման համար է։ Ունի նաեւ սպիտակեցնող ազդեցություն, սակայն միայն հագուստի եւ կենցաղում օգտագործելու համար։ Օրինակ ատամներն ու մաշկը սպիտակեցնելու համար չի թույլատրվում, վտանգավոր է։ Մազերի գունաբացման համար օգտագործվում են հատուկ լուծույթներ, ոչ թե սովորական 3%-անոց պերօքսիդը։ Երրորդ, կենցաղային կիրառում։ Սպիտակեցնում է կտորները, լավ հակաբակտերիալ միջոց է լվացարանների, սանհանգույցի, մակերեսի համար։ Օգտագործվում է նաև սննդամթերքի մակերեսային ախտահանման համար։ Օրինակ կարող եք միրգն ու բանջարեղենը լվանալ նաև պերեկիսով, բայց դրանից հետո անպայման մաքուր ջրով նորից լվանալ մթերքները։ Ինչ դասի պերեկիս կարելի է օգտագործել։ Կա 3%-անոց պերեկիս, սա բժշկական եւ կենցաղային օգտագործման համար է։ 6-ից 9%-անոց պերեկիս, սա քիմիական արդյունաբերական տեսակն է, մազերի բացման մեջ կարող են օգտագործել, բայց վտանգավոր է անմիջական շփման դեպքում։ 30% եւ ավելի, սա արդեն ուժեղ օքսիդացնող լուծույթ է, այն այրում է, շատ ծանր վտանգավոր է։ Ինչի համար չի կարելի օգտագործել պերեկիս։ Մաշկին երկար պահել չի կարելի, այրում է։ Մաշկի մեծ մակերեսներին քսել չի կարելի։ Չի կարելի ատամները սպիտակեցնել կամ բերանի մեջ պահել մաքուր վիճակում։ Ավելորդ կամ օրվա մեջ մի քանի անգամ չի կարելի վերքերի վրա օգտագործել։ Չի կարելի խմել, շնչել կամ ներարկել, անգամ կարող է մահացու վտանգավոր լինել։ Չի կարելի ականջի մեջ լցնել առանց ցուցման։ Բնականաբար, ինչպես բոլոր միջոցները, պերեկիսը ևս ունի իր հակացությունները։ Այն ցուցված չէ, եթե ունեք ալերգիա կամ գերզգայունություն այս նյութի նկատմամբ, եթե ունեք էկզեմա, դերմատիտ, վերքերի խորը տեսակի դեպքում։ Երեխաների նուրբ մաշկի վրա երկար ժամանակ օգտագործել չի կարելի, եւ չի կարելի թարախային բարդ վերքերի դեպքում, եթե օգտագործել, ապա միայն բժշկի ցուցմամբ։ Կարելի է արդյոք պերեկիս լցնել ականջի մեջ։ Միայն այն դեպքում կարելի է ականջի մեջ լցնել, եթե կա ականջի ճանապարհի խցանում, բայց կարելի է միայն 3%-անոց լուծույթը շատ կարճ ժամանակ եւ ոչ հաճախ։ Կարելի է արդյոք քթի մեջ կաթեցնել պերեկիս։ Ոչ, կատեգորիկ արգելված է, վնասում է լորձաթաղանթ, այրում է եւ առաջացնում այտուց ու արյունահոսություն։ Արդյոք կարելի է բերանի մեջ լցնել։ Միայն շատ նոսրացումով, օրինակ 1:1 կամ 1:2, որոշ դեպքերում սակայն արգելվում կամ հաստատվում է ատամնաբույժի կողմից, սովորաբար խորհուրդ չի տրվում։ Վերջին ժամանակահատվածում խիստ տարածում են գտել այն տեսանյութերը, որտեղ իբրև թե բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս պերեկիս խմել։ Սակայն պերեկիս խմելը խիստ վտանգավոր եւ արգելված է։ Ջրածնի պերմիական այրմանը առաջանում է սուրցավ, այրոց, փսխում, արյունահոսություն։ Պերօքսիդը հանգեցնում է գազի, թթվածնի հանկարծակի ազատմանը։ Սա կարող է առաջացնել ստամոքսի եւ աղիների ընդարձակություն։ Եվ մյուսը կարող է առաջանալ գազային էմբոլիա, սա թթվածնի պղպջակներն են արյան մեջ։ Գազային էմբոլիան կարող է առաջացնել անգամ մահ փոքր քանակից։ Սիրտանոթային բարդություններ, սրտի ռիթմի խանգարում կարող է առաջանալ, կարող է ճնշումը կտրուկ իջնել եւ առաջանա շոկային վիճակ։ Ինչից է առաջացել պերեկիս խմելու միֆը։ Որոշ բժիշկ կոչվածներ, ինքնաբուժման աղճատված ուղղություններ եւ բլոգերներ պնդում են, թե իբրև թե պերեկիսը օքսիդացնում է մեր օրգանիզմում առկա տոքսինները, թույները, մաքրում է օրգանիզմը։ Սակայն սա սխալ, վտանգավոր եւ գիտականորեն ոչ մի կերպ արդարացված մոտեցում չէ։ Ոչ մի միջազգային բժշկական կազմակերպություն չի ընդունում պերօքսիդի ընդունումը որպես բուժում։ Իսկ կարելի արդյոք նոսրացնել մի քանի կաթիլ ջրի հետ խմել։ Ոչ, սա նույնպես արգելված է։ Ցանկացած ձևով պերեկիսը ներս ընդունելը վտանգավոր է։ Այն նախատեսված է միայն եւ միայն արտաքին օգտագործման համար։ Եթե մարդը պատահաբար խմել է պերեկիս, պետք է անմիջապես շտապօգնություն զանգել, չփորձել փսխեցնել եւ խմեցնել ջուր կամ կաթ նոսրացնելու համար։ Չօգտագործել սոդա, քացախ եւ ոչ մի տնական լուծում։
Հարգելի հետևորդներ, շատ մեկնաբանություններ եք գրում, թե ինչ տարբերություն կա ջրածնի պերօքսիդի եւ ջրածնի գերօքսիդի միջեւ։ Պարզ եւ հասկանալի ձևով պետք է բացատրել, որ ջրածնի պերօքսիդը եւ ջրածնի գերօքսիդը իրականում նույն նյութն են։ Պարզապես հայերենում օգտագործվում է երկու անվանում՝ պերօքսիդ, կիրառվում է քիմիայում եւ բժշկությունում, գերօքսիդ, նույն բառի հին այլ տարբերակն է, որը դեռ շատեր օգտագործում են։ Այսինքն, եթե մեկը ասում է գերօքսիդ, ապա նկատի ունի նույն 3%-անոց պերեկիսը։ Ինչու են մարդիկ մտածում, որ տարբերություն կա։ Որովհետեւ երբեմն գերօքսիդ բառը սխալ օգտագործում են, կարծելով, թե այն ավելի ուժեղ կամ այլ դասի նյութ է, սակայն իրականում ջրածնի գերօքսիդը նույն ջրածնի պերօքսիդն է, նույն հատկություններով, պարզապես անվանումներն են տարբեր։ Եթե մեր աշխատանքը ձեզ դուր եկավ եւ իհարկե օգտակար եղավ, ապա առաջարկում ենք հավանել այն դնելով լայք։ Դա մեր ալիքի համար շատ կարեւոր է։ Մեկնաբանությունների հատվածում անպայման գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ։ Նաեւ նշեք, արդյոք օգտագործում եք ջրածնի պերօքսիդ, որ դեպքերում եք այն կիրառում։ Մեկնաբանությունների հատվածում կարող եք նաեւ առաջարկել նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Դե իսկ վերջում չմոռանաք բաժանորդագրվել Բուժանկյուն TV ալիքին եւ իհարկե սեղմել զանգակի կոճակը։